Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am եթերում, այսօր աշխատանքային օր է և ինչպես ամեն աշխատանքային օր, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ և այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Նախընտրական վերադասավորումներից պարզ է դառնում, որ ընդդիմադիր դաշտում այս պահին 3 խոշոր միավոր կարող է ձևավորվել։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը և Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող առաջարկ Հայաստանին միավորը։ Չնայած Ռոբերտ Քոչարյանն օրերս իր ասուլիսում հույս հայտնեց, որ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն այս ընտրություններին կմասնակցի 7-8 ուժ, ուստի փոշիացող ձայներն էլ ավելի քիչ կլինեն, սակայն այս պահին չի նկատվում, որ ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններին մտադիր է մասնակցել ավելի խելամիտ տարբերակով, փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ։ Առանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը։ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին հարցրեցինք, թե ինչ պետք է անել, որ ձայները չփոշիանան, և դրանից չշահի իշխանությունը, ասաց, որ դժվարանում է պատասխանել, խոստացավ ավելի ուշ մանրամասն անդրադառնալ հարցին, քանի որ այս պահին ժողովի է մասնակցում, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին։ Առաջարկում ծանոթանալ նաև հրապարակ օրաթերթի շարունակությանը մեր կայքում, հետաքրքիր թեմա է բարձրացնում օրաթերթը, և այս առումով կարծում եմ ընդդիմադիր ուժերը և ընդհանրապես քաղաքական դաշտը պիտի գա համաձայնության, որպեսզի կանոններ սահմանվեն, Հայաստանում իհարկե ամեն քնից վեր կացողը ցանկանում է կուսակցություն հիմնել, պարտադիր լինել այդ կուսակցության նախագահը և ամեն ընտրությունների ինչ որ տեղից ժողովրդի խոսքով ասած փող կպցնել, մասնակցել, եթերաժամ զբաղեցնել, ինչ-որ ձայներ փոշիացնել և ամեն անգամ նույն այդ անիվը պտտվում է, կամ ինչպես են հայտնի երգում էր ասում, անիվը կոտրվեց իր սիրած փոսում։ Եվ այս իմաստով օրինակ կարող է կարգավորում լինել, այո, որ ցանկացած մարդ կարող է հիմնել կուսակցություն և ցանկացած կուսակցություն կարող է մասնակցել ընտրություններին, բայց եթե որևէ կուսակցություն ընտրությունների չի կարողանում անգամ 2% հավաքել, հաջորդ ընտրություններին կամ դրանից հետո եղած ընտրություններին ուղղակի պետք է արգելել նրանց մասնակցությունը։ Կամ պետք է բարձրացնել երևի թե այդ ընտրագրավները, որպեսզի էլի հնարավոր չլինի ուղղակի հետաքրքրության համար մասնակցել ընտրությունների և ձայներ փոշիացնել։ Կամ կարող է գնալ այլ ճանապարհով քաղաքական դաշտը և պետությունը, օրինակ կարող է սահմանվել, ասենք, ստորագրություններ, նվազագույն չափի ստորագրություններ, որոնց առկայության պարագայում քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին, ասենք 1-2%-ը քանի հազար մարդ է անում, այդքան ստորագրություն ունեցող ուժերը հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։ Հակառակ պարագայում մենք անդադես կրկնվող վիճակը տեսնելու ենք և երևի թե Հայաստանում չի եղել խորհրդարանական ընտրություններ, որին 20-ից ավելի ուժ չի մասնակցել, միշտ այս պատկերն է եղել։ Ժողովուրդ օրաթերթին հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Խոսքը ականջ լեզու կտրելու հայտարարություններ արած Արթուր Հովհաննիսյանի մասին է, ով պարտվել է դատարանում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպան մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղարը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր կերպով սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։ Այս խոսքերի համար նա դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին վճարել 1.250.000 դրամ, բայց հրաժարվում է ներողություն խնդրել։ Սա այն պատկերն է, որ ցույց է տալիս իշխանության իրական դեմքը, մարդիկ ամբողջ օրը խոսում են օրենքից, օրինական պետություն ունենալուց, օրենքի գերակայությունից, բայց երբ որ օրենքը առնչվում է իրենց, հրաժարվում են կատարել օրենքի պահանջները, սա նշանակում է, որ Արթուր Հովհաննիսյանը, քանի որ խմբակցության քարտուղարն է, Արթուր Հովհաննիսյանի դեմքով քաղաքացիական պայմանագիրը և Նիկոլ Փաշինյանը թքած ունեն դատական իշխանության վրա և իրենց համար դատարանների վճիռները ընդունելի են այնքանով, որքանով իրենց պետք է կամ հարմար է։
Սա նշանակում է, որ այն խոսակցությունները, որ իրենք անկախ ինչ-որ դատական համակարգ են ուզում, որ իրենք իրենց համար դժվար է ընկալել դատարանների կախվածությունը, հա, իշխանություններից, հա, ցեզ օրինակ, դատարանը իրեն դրսևորել է որպես դատավորը որպես անկախ դատավոր եւ դատավորի վճիռը ուղղակի չի կատարվում։ Ընդ որում մի քանի ինստանցիայով անցած վճիռը, այսինքն սա վերաբերում է եւ վերաքննիչին է նման կերպ վերաբերում եւ վճռաբեկին, եթե հասել է միջև վճռաբեկ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախորդ տարեվերջին հայտարարվեց Ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար Արարատ 73-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի եւ խրախուսանքի արժանի այս քայլը, չգիտես ինչու, հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց, իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։ Ինչպես մեծ զրույցում փաստեցին ավագ սերնդի ֆուտբոլասերները, իրականում Արարատի ոսկե շրջանում Հայաստանում մարդիկ խոսել են ուկրաինական թիմերի Կիևի Դինամոյի օգտին աշխատելու, օրինակ պետք եկած ժամանակ պարտվել ու միավոր տալ Դինամոյին երևույթի մասին, ու այն ժամանակ դա ընկալվել է որպես ցավալի եղելություն ու ֆիլմում կարող է արտացոլված լինել, քանզի այն ժամանակ կար նման տեսակետ, համոզմունք եւ ոչ միայն ուկրաինական թիմերի մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեկով տներ են գնում, շատ վարկ են վերցնում, իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու՞, որովհետև վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են սպառողական եւ հիփոթեկային վարկերի համապատասխանաբար 31.1 եւ 26.3%-ով։ Օրաթերթի ուսումնասիրությամբ քաղաքացիների կողմից սպառողական եւ հիփոթեկային վարկերի աճի տեմպը անհանգստացնող է, քանի որ այդ աճը շարունակում է էականորեն գերազանցել քաղաքացիների եկամուտների աճին։ Այսինքն, բնակչությունը, եկամուտները, աշխատավարձը, դրամական փոխանցումները եւ այլ իրական ունեցվածքը այդ ընթացքում չեն աճել համապատասխան թվերով, բայց միևնույնն է, մարդիկ վարկեր են վերցնում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իզմիրլյան բժշկական կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos-ին հսկող կարգադրիչները վերջապես թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին։ Հիշեցնենք, որ Սրբազանը դեռ կալանքի տակ է, սակայն մի քանի շաբաթ գտնվում է բժշկական կենտրոնում, առողջական խնդիրներով պայմանավորված։ Նա մի վիրահատություն արդեն տարել է, երկրորդին է պատրաստվում։ Անցած շաբաթ այդ նույն մարդիկ սակայն թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի եւ Սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգևոր տեսուչ Հայր Հովանես Թորգոմյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային քննարկում։ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում բնապահպանական ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։ Ծրագրի պատվիրատուն ճանապարհային դեպարտամент հիմնադրամն է Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացվել։ Իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի աչափնյակի կայարանը չի կառուցվել։ Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ոնց են կառուցելու, հարց է տալիս թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ Օրաթերթի գրավոր հարցմանի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հիման վրա մենք գրավոր հարցում էինք ուղարկել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, խնդրելով պարզաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունը։ Մինչ անցնենք պոլիտիկայի երկու հետաքրքիր հոդվածի, ինչպես նաև մի հոդվածի կամ մի իրողության, որ կա իրականությունում եւ կասկածելի ինչ որ գործընթացներ են ընթանում հատկապես Սյունիքում, կներկայացնենք գովազդից հետո։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին։ Նախորդ շաբաթ, եթե հիշում եք, մենք ներկայացրել ենք հրապարակում, ըստ որի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ արտաշատ խոշորացված համայնքում որոշել են ուսանողների համար ձրի երթուղի կազմակերպել համայնքի բոլոր ուսանողների համար դեպի Երևան, ինչը մի կողմից լավ է ուսանողների համար, որովհետև Հայաստանում մարդիկ սոցիալապես այդքան էլ լավ պայմաններում չեն ապրում, բայց մյուս կողմից կասկած է առաջացնում, թե ինչու է դա արվում ընդհանրեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, եւ հիմա նմանատիպ մի որոշում արդեն կայացվել է Արարատ խոշորացված համայնքի վերաբերյալ, որին վերաբերում է մեր հոդվածը։ Վերջին տարիներին իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանում ընտրակաշառքի պրակտիկան հաղթահարված է եւ ընտրական գործընթացները դուրս են եկել նախկին մեխանիզմների ազդեցությունից։ Սակայն ընտրություններից առաջ մի շարք համայնքներում ընդունվող սոցիալական որոշումները առնվազն հարցեր են առաջացնում այդ պնդումների համահունչ լինելու վերաբերյալ։ Փետրվարի 2-ից Արտաշատ համայնքում, ապա նույն օրերին նաև Արարատ համայնքում հայտարարվեց ուսանողների համար անվճար ավտոմոբիլային երթուղիների գործարկման մասին դեպի Երևան եւ հետադարձ ուղղությամբ։ Երկու դեպքում էլ նախաձեռնությունները մեկնարկում են նույն ժամանակահատվածում եւ ուղղված են նույն սոցիալական խմբին։ Թեև նման քայլերը ներկայացվում են սոցիալական աջակցության շրջանակում, դրանց ժամանակագրությունը թույլ է տալիս դիտարկել նաև այլ մեկնաբանություններ։ Երբ նման նախաձեռնությունները չեն գործում երկարաժամկետ ռեժիմով, այլ ակտիվանում են ընտրական գործընթացներին մոտ ժամանակահատվածում, բնականաբար առաջանում է հարց. ինչով է պայմանավորված այդ ընտրությունը։ Ուսանողները, որպես հանրային կյանքի ակտիվ հատված, հայտնվում են այս նախաձեռնությունների կենտրոնում հենց ընտրական շրջանում։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե նախաձեռնությունների օգտակարությունն է, այլ դրանց կիրառման ժամանակը եւ հետեւողականության բացակայությունը նախորդ տարիներին։ Այս համատեքստում իշխանության հայտարարությունները ընտրական գործընթացների մաքրման մասին արժանանում են հանրային քննարկման։ Քաղաքական գործընթացներում որոշումների իրական արժեքը, ինչպես հայտնի է, հաճախ գնահատվում է ոչ թե դրանց ձևակերպումներով, այլ ընդունման ժամանակով։ Սա, գիտեք, ընդհանրապես այս իշխանությունը նախորդ իշխանության ժամանակ ինչ արատավոր պրակտիկա կար, դրանք հանձնել է թղթային ձևակերպումներ է տվել, այսպես ասած օրինականացրել է։ Եթե հիշում եք, նախորդների ժամանակ էլ ընտրություններից առաջ հանկարծակի գյուղերում ասֆալտապատում էր սկսվում։ Սրանք եկան, այդ ժամանակ ինչ-որ անհատ падգամավորներ, տեխնացուներ էին անում, սրանք եկան եւ դրանք փաստաթղթավորեցին, պետությունը սկսեց ասֆալտ անելը ծախել ժողովրդի վրա, հիմա ընտրություններից առաջ այդ գործը բավական ակտիվացել է եւ նախորդների ժամանակ կար նաեւ այս նույն պրակտիկան։ Ուսանողների համար անվճար երթևեկություն կազմակերպել է եւ դա արվում էր էլի իշխանական падգամավորների կողմից։ Այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնացել է իրենց ընտրած ճանապարհով, այսինքն օրինականացնել այն գործիքները, որոնք նախորդների ժամանակ այդքան էլ օրինական չէին օգտագործվում, բայց նպատակը մեկն է եւ նախորդների մոտ էր այդ նպատակը եւ սրանց մոտ։ Ֆինանսական միջոցներ ծախսելով հավաքել ավելի շատ ձայներ, քան կարող էին հավաքել առանց այդ միջոցները ծախսելու։ Ավստրիայում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա նիստը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական եկեղեցական միջոցառում, այլ որպես հայ առաքելական եկեղեցու ինքնապաշտպանության փորձ պետական ճնշման պայմաններում։ Նիստը կանխամտածված կերպով տեղափոխվել էր Հայաստանի սահմաններից դուրս, պարզ եւ հասկանալի պատճառներով։ Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի միջավայր, որտեղ եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ։ Վախերը հիմնավոր էին։ Նախորդ ամիսներին 4 հոգևոր առաջնորդներ արդեն հայտնվել են բանտում։ Այս ֆոնին ակնհայտ էր, որ Գերագույն հոգևոր խորհուրդը գումարվեր Հայաստանում, արտերկրից ժամանող եպիսկոպոսները կարող էին կանգնել նույն ճակատագրի առաջ, առնվազն նրանց մի մասը։ Եկեղեցին փորձելով պաշտպանել իր ինստիտուցիոնալ ամբողջականությունը եւ որոշումների ազատությունը ստիպված էր նիստը տեղափոխել Ավստրիա։ Սակայն նույնիսկ այս քայլը չկանգնեցրեց իշխանության միջամտությունը։
Նիստից անմիջապես առաջ իշխանությունները կրկին դիմեցին ճնշման ամենակոպիտ գործիքին քրեական գործերի արտադրությանը։ Մի շարք եպիսկոպոսներ հրավիրվեցին իրավապահ մարմիններ, իսկ հետո նրանց նկատմամբ կիրառվեց Հայաստանից դուրս գալու արգելք։ Սա բացահայտ հարված է եկեղեցու ինքնավարությանը եւ ուղղակի փորձ խափանելու Գերագույն հոգևոր խորհրդի լիարժեք աշխատանքը։ Այս քայլերը հստակ ցույց են տալիս, որ իշխանության հաշվարկը տապալվել է, Գերագույն հոգևոր խորհրդում իշխանահաջող մեծամասնություն ձևավորելու փորձը ձախողվել է, եւ դա արդեն անհնար է թաքցնել։ Հասկանալով, որ չեն կարող պարտադրել իրենց ցանկալի որոշումները, իշխանությունները ընտրել են ավելի կոպիտ եւ վտանգավոր ճանապարհ, պարզապես խոչընդոտել նիստի կայացմանը, որոշ հոգևորականների զրկելով Հայաստանից դուրս գալու իրավունքից։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն այս կերպ փաստացի խոստովանում է իր վախը եկեղեցուց։ Վախ մի կառույցից, որը դեռևս պահպանում է անկախ մտածողություն, ներքին դիմադրություն եւ ազգային ինքնության առանցքային դերը։ Եկեղեցին այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ որպես վերջին ինստիտուտներից մեկը, որը չի համաձայնվում դառնալ իշխանական կամակատար։ Սա արդեն ոչ թե իշխանություն եկեղեցի տարաձայնություն է, այլ պետության կողմից եկեղեցու դեմ ուղղված համակարգային ճնշում։ Երբ իշխանությունը որոշում է, թե ով կարող է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, իսկ ով պետք է ֆիզիկապես մեկուսացվի, դա ուղղակի հարված է եկեղեցու կանոնական կարգին եւ հազարամյա ավանդույթներին։ Այս իրավիճակում հայ առաքելական եկեղեցին հայտնվել է ինքնապաշտպանության դիրքում, եւ որքան էլ իշխանությունները փորձ են ճնշել, վախեցնել կամ բաժանել հոգևոր դաշտը, իրականությունը պարզ է, եկեղեցին կանգնած է ոչ թե քաղաքական հավաքությունների, այլ ազգային ինքնության պատմական հիշողության եւ ժողովրդի հոգևոր անվտանգության պահպանման դիրքերում։ Սա, գիտեք, խոսում է Փաշինյանի վախերի եւ թուլության մասին, որովհետեւ եթե դու վստահ ես, որ Գերագույն հոգևոր խորհրդում այն մտքերը, որ դու գեներացնում ես, ունի աջակցություն կամ մեծամասնության աջակցություն, ապա քեզ չպիտի խանգարեր, որ այդ նիստը տեղի ունենար, եւ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ նիստը տեղի չի ունենում Մոսկվայում կամ Ռուսաստանի տարածքում, որի հետ դուք կապում եք իբրև թե եկեղեցու այս դիրքորոշումը, որ ունի իշխանության նկատմամբ։ Այսինքն եվրոպական արևմտյան երկրում էր դա տեղի ունենալու, ռուսական ազդեցությունից դուրս եւ նաեւ Հայաստանի ազդեցությունից դուրս, որովհետեւ Հայաստանի իշխանությունները գնում են ապօրինությունների եւ այդտեղ կայացվեր եկեղեցու անկախ ինքնավար որոշումը։ Դուք վախեցաք դրանից եւ հիմա փորձում եք ուղղակի արգելել, որ այն տեղի ունենա։ Ուրեմն Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող օտարերկրյա կառույցների Հայաստանում գործունեության վերաբերյալ։ Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան ուսումնասիրել է չեխական Արնիկա հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում եւ լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության եւ նպատակների վերաբերյալ։ Այս առնչությամբ հունվարի 15-ին 168 ժամ թերթը հրապարակել էր մի հոդված, բավական հետաքրքիր ուսումնասիրություն է արված, որը ներկայացնում եմ ձեզ։ Ուրեմն Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջում։ Անհասկանալի նպատակներ հետապնդող չեխական Արնիկա հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան, այստեղ որքան կարելի է հասկանալ օդի, ջրի, հողի աղտոտում գտնելու նպատակով։ Նրանց ամեն կերպ աջակցում են տեղի մի քանի հասարակական կազմակերպություններ, հիմնականում արևմտյան գրանտով սնվողները։ Թվում է, թե բնապահպանական հետազոտության մեջ ինքնին ոչ մի կասկածելի բան չպետք է լինի, բայց երբ հիշում ենք, որ այս կազմակերպության հայտարարություններից լիուլի օգտվում է Ադրբեջանը, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում, թե ինչու է չեխական այս կազմակերպությունը արդեն մի քանի տարի որպես թիրախ ընտրել հենց Հայաստանը։ Հետևողականորեն արդեն մի քանի տարի փորձելով ապացուցել, որ Հայաստանում աղտոտված են ջուրն ու հողը, հատկապես լուրջ կասկածներ է առաջացնում, որ նրանք հիմա էլ այցելել են Սյունիք։ Առնվազն տարակուսանք պետք է առաջացնի, իսկ ողջամիտ քաղաքացու մոտ նաև կասկած, որ ըստ այս ամիս հրապարակված հոդվածից չեխական ծագման, բայց անհայտ ազդեցությամբ կազմակերպությունը հետազոտում էր Քաջարանի եւ Արցվանիկի պոչամբարի տարածքը, հողից, ջրից նմուշներ վերցնում, կենսաբանական նյութերի նմուշներ վերցնում նաև բնակիչներից։ Տպավորություն է, որ այստեղ շահ ունի հատկապես Ադրբեջանը, որը պարբերաբար մանիպուլյացիաների է դիմում բնության վրա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության թեմայով։
Ադրբեջանը շատ հստակ նպատակ է հետապնդում փակել Հայաստանի հանքերը, խեղդել տնտեսությունը, Հայաստանում գործող հանքերի ու մեծամորի ատոմակայանի մասին հրապարակումներն ադրբեջանական մամուլում հարյուրավոր են։ Այս ամենը համադրելով հիմնավոր կասկածներ են առաջանում, որ Առնիկա կազմակերպությունը Քաջարյանի բնակիչներին լիարժեք չեն ներկայացրել իրենց գործունեության էությունը։ Տեղյակ չեն պայել, որ իրենց ծնողներից, իրենցից եւ երեխաներից վերցնում են կենսաբանական նմուշներ եւ ուղարկում դրանք արտերկիր փորձաքննության։ Իսկուրեն նայում պետական կառույցները, արդյոք յուրաքանչյուրը կարող է քաղաքացիներից կենսաբանական նմուշներ վերցնել եւ դրանք տեղափոխել արտասահման։ Տրամաբանական կլիներ առողջապահության նախարարությունն ուսումնասիրեր Առնիկան իրավունք ունի մարդկանցից կենսաբանական նյութերի նմուշներ վերցնել, պահպանել եւ տեղափոխել։ Չեխիան թույլ կտար, որ հայկական որևէ կազմակերպություն Կարլովի Վարի քաղաքի բնակիչներից կենսաբանական նմուշ հավաքեր ու բերեր Հայաստան։ Իհարկե ոչ։ Վերադառնալով հետազոտությանը, որի մասին հրապարակումը տեղադրված է Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի կայքում, տեղ գտած հրապարակումը եւ լուսանկարները եւս հարցեր են առաջացնում։ Տարբեր վայրերից, հողից ու ջրից փորձանմուշները վերցվում են միևնույն տարայով, կադրերում երևում է նաեւ միևնույն խոզանակը, որով մի դեպքում բնակավայրից նմուշ է վերցվում, իսկ մեկ այլ տարբերակով Պոչամբարի հարակից տարածքից։ Կասկածելի է թվում նաեւ ջրից նմուշառում անելու համար կոլբայի մաքրությունը։ Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններում վերցված նմուշներից փորձաքննության պատասխանները հավաստի եւ ճշգրիտ չեն կարող լինել։ Պետական մեկ այլ բարմնի ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն էլ հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչները շրջում են սահմանամերձ բնակավայրերում, լուսանկարանում, տեսագրում ռազմավարական կառույց համարվող Արցվանիկի Պոչամբարը ու չի բացառվում նաև հարևանությամբ առկա զորամասը։ Այն դեպքում, երբ հայաստանցի լրագրողներն այդ տարածքում նկարանումներ անելուց առաջ պետք է ստանան ԱԱԾ համաձայնությունը։ Հիշեցնենք, նախկինում աղմուկ հանած պատմությունը, երբ ռուսախոս լրագրողը հարցազրույցներ էր վերցրել տեղացի բնապահպաններից, այդ թվում Առնիկայի հետ համագործակցող ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանից ու հետագայում այդ տեսանյութը հայտնվել էր ադրբեջանական Բաքու TV հեռուստաալիքի եթերում։ Ուրեմն մենք նախորդ տարի էլ անդրադարձել էինք այս թեմային, ադրբեջանցիները բավական ակտիվ ուղղությամբ աշխատում են եւ ադրբեջանցիների միջազգային հարթակներում ընդ որում ադրբեջանցիների դիրքերը ինչու են ուժեղանում միջազգային հարթակներում Հայաստանի տնտեսական հզորությունները թիրախավորելու իմաստով, որովհետև նրանք մշտապես հղում են անում հայաստանցի, այսպես ասած, բնապահպաններին։ Ասենք պատկերացրեք, գնում են միջազգային ինչ-որ կառույցի դուռը, ասում են հայերը Հայաստանը բնապահպանական խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի համար, այդ կեղտոտված ջրերը գալիս են այդ թվում նաև մեզ, թունավորում են մեր հողերը եւ մենք կամ այլ պետությունների տարածքներ են գնում եւ թունավորում են այդ պետության հողերը եւ մենք գանգատ ունենք այս իմաստով։ Բնականաբար Ադրբեջանը այստեղ կարող է սուբյեկտիվ դիտվել, եթե իրենք զուտ իրենց այսպես ասած ուսումնասիրությունները ներկայացնեն, բայց ինչ են անում ադրբեջանցիները, ասում են, հա տեսեք, մենք չենք ուսումնասիրել, այս մտահոգությունները մերը չի որ կա, այլ հենա հայաստանցի, այսպես ասած, բնապահպաններ իրենց զեկույցներում գրում են, ներկայացնում են աղտոտված միջավայրը, որ կա Հայաստանում եւ այդ միջավայրը, որ դուրս է գալիս հարևան երկրներ եւ իրականում կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Եվ զարմանալի է, որ ազգային անվտանգության ծառայությունը, իշխանությունները ուղղակի անտարբերության են մատնում սա։ Դուք պատկերացրեք մի նման հրապարակում հանգած իշխանությունների մասին լիներ, այդ հրապարակման հեղինակը հիմա վաղուց բանտում կլիներ, եթե դա հետո Ադրբեջանի կողմից օգտագործվեր այդ իշխանության ներկայացուցիչի դեմ։ Իհարկե չի կարելի ասել, որ պետք է ուղղակի բնապահպանությունը բացի թողի վիճակում լինի, ով ինչ ուզում է անի, ով ինչ հանք ուզում է քանդել, սրան էլ շահագործել, սրան էլ իհարկե մարդիկ պետք է դեմ լինեն, բայց առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե քո հրապարակած տեղեկությունները ովքեր են օգտագործելու եւ ինչպես։ Ադրբեջանը այո իր թիրախում ունի օրինակ հանքարդյունաբերական հզոր ձեռնարկությունները Հայաստանի եւ նպատակը որն է։ Իրենք հասկանում են, որ Հայաստանի տնտեսության համար լրջագույն դերակատարում ունի այդ
հանքերի շնորհիվ Հայաստան եկող արտարժույթը եւ պիտի այդ արտարժույթի ճանապարհը կտրեն։ Իրենք հասկանում են, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի տնտեսության մեջ լրջագույն դերակատարում ունի եւ ամեն առիթ օգտագործում են ասելու, որ սա տարածաշրջանի համար ռումբ է, վտանգավոր է եւ ատոմակայանը պիտի փակվի։ Ի վերջո, ինչ որ իմաստով հասան նրան, որ Եվրոպայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում կա նախնական համաձայնություն, ընդ որում նախորդ իշխանությունների ժամանակ անգամ ձեռք բերված, որ վերջ այդ ատոմակայանը պիտի փակվի։ Թե փակվի մեր էներգետիկ համակարգը ինչով է էներգետիկ համակարգը ինչպես է բալանսավորելու իր աշխատանքը դժվար է ասել։ Երևի թե պիտի ենթադրել, որ ատոմակայանի փակումից հետո Փաշինյանի այն հայտարարությունը, որ էներգետիկ համակարգերը մեր ու Ադրբեջանի պիտի միանան, մենք կախվածության մեջ կընկնենք արդեն Ադրբեջանից։ Եվ հիմա եթե իշխանությունները չեն հովանավորում այս չեխական կազմակերպությանը կասկածելի ֆինանսավորում ունեցող եւ Ադրբեջանին անդադ օգուտ տվող, ապա պիտի նաեւ հնչեն հայտարարություններ, բացատրություններ, թե ինչպես է ստացվում, որ Սյունիքում, որտեղ հայ լրագրողներին, հայաստանցի լրագրողներին թույլատրված չէ ազատ տեսանկարանում ամեն վայրում, հատկապես սահմանամերձ հատվածներում, իսկ այս չեխական կազմակերպությունը գալիս ինչ ուզում ու անում է։ Մենք կարող ենք օրինակ այդ չեխական կազմակերպությանը խնդրել, որ գնա Ադրբեջանի տարածքում եղած հանքերի շրջակայքում ուսումնասիրություն անի։ Դե թող ռիսկ անեն գնան։ Թող փորձեն գնան եւ այնտեղ նմուշառումներ անեն, ադրբեջանցիներից կենսաբանական նմուշներ վերցնեն, հետո զեկույցներ հրապարակեն։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։